Գերմանիայի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2027-2028 թվականների ոչ մշտական անդամ ընտրվելու հայտի ձախողումը դարձել է ներքին և արտաքին քաղաքական բուռն քննարկումների թեմա։ Ինչպես գրում է Deutsche Welle-ն, ընտրվելու համար անհրաժեշտ 127 ձայնի փոխարեն Բեռլինը ստացել է ընդամենը 104-ը։ Հատկանշական է, որ սա Գերմանիայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ երկիրը չի կարողանում ընտրվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ։ Այս ձախողման մասշտաբներն այնքան մեծ են, որ դրանց նշանակությունը նվազեցնել հնարավոր չէ։ Գերմանիան պարտվել է այնպիսի տարբերությամբ, որ դա պետք է ընկալվի որպես արտաքին քաղաքականության համապարփակ գնահատական։ Միջազգային հանրությունը անվստահություն է հայտնել։ Ավելի խիստ գնահատական է տալիս նաև Շպիգելի մեկնաբան Քրիստոֆ Շուլտը։ Գերմանիայի հայտը ձախողվեց հռչակվող արժեքների և իրական արտաքին քաղաքականության միջև առաջացած խզման պատճառով։ Այն, թե ինչպես է երկիրը տեսնում ինքն իրեն և ինչպես են այն տեսնում աշխարհում, այլևս նույնը չէ։ Գերմանական մամուլում հնչում են նաև ավելի զուսպ գնահատականներ։ ՖԱՍ պարբերականի մեկնաբան Նիկոլաս Բուոսեն կասկածի տակ է դնում անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամակցության իրական նշանակությունը։ Արդյոք անվտանգության խորհրդում ևս 2 տարվա անդամակցությունը Գերմանիային իրականում որևէ բան կտար։ Առանց վետոյի իրավունքի անդամակցության ազդեցությունը սահմանափակ է, իսկ միջազգային քաղաքականության կարևոր որոշումները հաճախ ընդունվում են այլ հարթակներում։ ԹԱՍ պարբերականի մեկնաբան Աննա Լեմանը ուշադրություն է հրավիրում մեկ այլ հանգամանքի վրա։ Նրա կարծիքով այն պայմաններում, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամները հաճախ արգելափակում են միմյանց նախաձեռնությունները, ոչ մշտական անդամների դերն ավելի կարևոր է դառնում։ Հենց նման իրավիճակներում ոչ մշտական անդամները պետք է պաշտպանեն ինքնորոշման իրավունքը, հակամարտությունների խաղաղ կարգավորումն ու միջազգային գործակցության սկզբունքները։ Թե ինչ հետևություններ կանի Գերմանիան այս անհաջողությունից ցույց կտա ժամանակը։ Կարեն Ղազարյան, Ռադիոլուր։